Շնորհակալություն այս խորհրդարանական լսումների կազմակերպիչներին հիրավի արձիական հրատապ թեմա է, բայց հրատապ է ոչ թե նրա համար, որ իսկապես բնական զարգացումները բերել են դրան, այլ ցավոք հրատապ է, որտեղ եղել են արհեստական միջամտություններ, զանգվածային արհեստական միջամտություններ, եւ մենք ուղղակի հարկադրված ենք սա դիտարկելու իբրև հրատապ արձիական թեմա։ Եթե ինձ հարցնեին, թե իսկ որը կլիներ ավելի արձիական, ես կասեի, եթե մենք կարողանայինք գտնել այն բանաձևը, որը հնարավորություն կտար պետական իշխանությանը ոչ թե միջամտությունների մասին մտածել, այլ համագործակցել Հայ ազգային եկեղեցու հետ, որտեղ սա միակ կառույցն է, հզոր կառույցն է, ազդեցիկ նաև միաժամանակ, որը ներկայացված է բոլոր պետություններում, համասփյուր համազգային կառույց է, եւ որին օգտվելով միայն կարելի է ձեռք բերել հսկայական օգուտներ այդում նաև պետականության, այս է կլիներ արձիական։ Բայց այսօր ցավոք մենք ստիպված ենք քննարկելու խնդիր, թե ներպետական հարաբերությունների ինչպես կարող ենք եկեղեցին պաշտպանել սեփական պետական իշխանությունից։ Եվ ասեմ ավելին, մենք ոչ թե եկեղեցին ենք պաշտպանում, մենք պետականությունն ենք պաշտպանում, որտեղ եթե որևէ մեկին թվում է, թե եկեղեցու նկատմամբ Վարշավը պարզապես թիրախավորում է Հայ ազգային եկեղեցուն, ապա սխալվում եք։ Թիրախավորվում է պետականությունը, սամբրական կարգը։ Ես համամիտ եմ, որ այսօր ավելի շատ պետք է խոսել միջամտությունների մասին, բայց թույլ տվեք մեկ այլ ասպեկտով հարցը ներկայացնել։ Մենք չենք էլ այսպես մտավախություն ունենում, որ պետությունը պետք է միջամտի կամ չմիջամտի, հասկանալի է, որ չպետք է միջամտի, բայց կարծես թե դա այդքան էլ արձիական չէ, որտեղ իրենք արդեն որոշել են, որ կարող են միջամտել։ Այստեղ ավելի շատ մեծ խնդիրը հենց համագործակցությունն է, որը չկա, եւ այդ համագործակցության բացակայությունը բերում է նրան, որ մտածում ենք, թե ինչպես կարող են եկեղեցուն տկարացնել։ Պարոն Հարությունյան, ես ձեր հետ համամիտ եմ, որ իսկապես դժվար է եկեղեցուն տկարացնել, բայց նկատի ունեցեք, որ մենք այնուամենայնիվ մեզ զրկել ենք այն մեծ հնարավորություններից, որ մենք կարող ենք ունենալ, եթե մենք ճիշտ իրավաչափ սահմանադրական քաղաքականություն իրականացնենք։ Իհարկե, եկեղեցին մնում է ամուր, անհարմար է նույնիսկ ինչ-որ միտեղ շատ տհաճ է, որ մենք ականատեսենք լինում այսպիսի երևույթները, բայց պետք է նաև հաշվի նստենք այն հանգամանքից, որ դա ունենում է ազդեցություն։ Ես չեմ ուզենա փաստերին անդրադառնալ, որտեղ եթե իսկապես խոսեմ փաստերից, ինձ հատկացված ժամանակը եթե անգամ կրկնակին լիներ, ես ուղղակի թվարկել չէի կարող։ Հետևաբար խոսեմ լավ, ինչ է ակնկալում պետական իշխանությունը։ Նպատակը ո՞րն է։ Այն, որ սա հակաեկեղեցական արշավ է, դա հասկանալի է, որովհետև մեկին հատուկ բացատրելու, հիմնավորելու կարիք չկա։ Բայց վերջնական նպատակը ինչ ենք ուզում։ Մեկ-երկու օրինակ բերեմ, Պողոս Պատրիարքը մի արտահայտություն արեց, որ նպատակահարմար է Գերագույն հոգևոր խորհրդի փոխարեն ստեղծել սինոդ։ Հետո դա, գիտեք, բավականին լայն տարածում ստացավ, ձեզ քաչ հայտնի Ժիրայր Լիպարիտյանը եւս դրան անդրադարձավ, որ սինոդը լավ գաղափար է եւ այլն, որտեղից է գալիս սինոդի գաղափարը։ Ոչ այն բովանդակության, որ ձեզ ծանոթ է մեկ այլ կրոնական կառույցներից։ Սինոդ առաջին անգամ ստեղծել է բնականաբար Օսմանյան Թուրքիան, որպեսզի կարողանա ազգային եկեղեցին դարձնի կառավարելի, վերահսկելի։ Հետո բնականաբար 1836 թվականին նույն այս ինստիտուտը կիրառեց նաև Ռուսաստանը, ցարական Ռուսաստանը, որը եւս ձգտում էր որքան հնարավոր է ազգային եկեղեցին դարձնել վերահսկելի եւ կառավարելի, որովհետեւ սինոդը չունի այն կազմակերպաիրավական հիմքերը եւ լիազորությունները, ինչ ունի Գերագույն հոգևոր խորհուրդը։ Կենտրոնաձիգ կառավարումը միշտ էլ գաղութարար երկրների համար եղել է հակոտնյա եւ բնականաբար իրենք ձգտել են դա կյանքի կոչել սինոդի միջոցով։ Բայց հիմա եթե մենք ենք սինոդ ուզում ստեղծել, նշանակում է մենք իսկապես ուզում ենք եկեղեցին դարձնել կառավարելի, վերահսկելի։ Դրա մասին պետք է պարզ խոսել, այլապես օգտագործել տերմիններ, որոնք իբրև թե խնդրի հետ կապ չունեն, իրական ուղղակի կապ ունեն։ Այս առումով պետք է ասեմ, որ ըստ էության երևի թե բոլորդ էլ հասկանում եք, նաև այն հոգևորականներն են շատ լավ հասկանում, ովքեր մի պահ դուրս եկան, կարելի ասել եկեղեցական կյանքից, փորձեցին իշխանություններին սատարել, այդպես իրենք են ներկայացնում, թեպետ գիտեք իշխանությունները շատ հաճախ ներկայացնում են, որ կա իբրև թե եկեղեցու ներսում խնդիր, իրենք էլ դե աջակցում են։ Բայց կամա թե ակամա մեր հոգևոր սպասավորները բարձրաստիճան իրենք են պնդում, որ իրենք են սատարում վարչապետին։ Սա կարևոր վերապահում է, մենք հետո սրանք անդրադառնանք, հիմա միգուցե դրա համար
հարմար պահ չէ, բայց սա բնորոշում է թե իսկապես որտեղից է գալիս նախաձեռնությունը։ Բայց ինչևէ, այս ամենը ուղղված է իսկապես եկեղեցու դեմ, ով կլինի մայրաթորի, չգիտեմ, հայրապետը, ով կլինի կաթողիկոսը, ովքեր կլինեն, ինչ մարմիններ կլինեն, միևնույն է եկեղեցին իր կարգավիճակով նվազում է եւ այլ ավելի քիչ հնարավորություն կունենա հետագայում պետական շահերին ծառայելու։ Վերջին օրենքները այս մեծ լսարանում, այս բարձր ամբիոնում նաև ներկայացում են օրինագծեր ընդունված, հենց դրա մասին են վկայում։ Մենք այսօր խոսում ենք ազգային քաղաքականության մասին, ազգային անվտանգության քաղաքականության մասին, ասում ենք, որ կարծես թե ոմանք շեղվել են դրանից, հարգելիներս, մենք ղեկավարում ենք իրավական ակտերով, իսկ իրավական ակտերում դուք ամրագրում եք այն, ինչ որ պատարակներում է հնչում, ծիսակատարությունների ժամանակ է հնչում, դուք որևէ այլ իրավական ակտ չունեք այն դրույթների մասին, որ բանավոր հնչեցնում եք ասուլիսների ժամանակ։ Իրավական արժեք ունեն միայն այդ իրավական ակտերը, սահմանադրությունը, ազգային անվտանգության ռազմավարությունը, որը ցավոք իրավական ուժ չունի, որտեղ չեք հաստատել, ընդհանրապես տարել եք ազգային անվտանգության խորհուրդ, հավանության եք արժանացրել, մոռացել եք հաստատել։ Այդ շատ կարևոր փաստաթուղթ է։ Դրանից հետո ընդունել եք կառավարության որոշումներ, մինչև հիմա էլ ընդունում եք եւ փաստում եք, որ իսկապես Լեռնային Ղարաբաղից մարդիկ բռնագաղթվել են։ Դուք դարձանագրում եք, հետո ասում եք, բայց չէ, գիտեք, մի ուրիշ բան է տեղի ունեցել։ Իրավական ակտերում ինքներդ եք արձանագրում, որ տեղի է ունեցել բռնագաղթում։ Եվ տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից ագրեսիվ քաղաքականություն։ Դուք հետո ինչ կասեք տարբեր ամբիոններից, դա արդեն իրական նշանակություն չունի։ Ղեկավարում են մարդիկ իրավական ակտերով, որոնք չեն վերացվել, որոնք չեն էլ վերացվելու կարծում եմ։ Ավարտելով միտքս ասեմ, որ ես առանձնակի այդպես չեմ ուզում շեշտադրում անել սահմանադրության դրույթների վրա, դրանք կարող են եւ չլինել։ Այսինքն պետք է սահմանադրության մեջ մենք ամրագրենք եկեղեցու կարգավիճակը նոր 5 ընդունենք, որ չի կարելի միջամտել, որ պետք է համագործակցել, ոչ, որտեվ ինքներդ բոլոր շատ լավ հասկանում եք, որ միջազգային իրավական փաստաթղթերը պարզապես սահմանադրության գաղափարախոսությունը, ներքին տրամաբանությունը հուշում է, որ եթե դուք ուզում եք ունենալ հաջողություններ պետական շահերի պաշտպանության տեսանկյունից, դուք պետք է ոչ թե տկարացնեք եղած կառույցներ, այլ փորձեք համագործակցել։ Եվ չեմ ասում տկարացնել ինչ եղանակներով, ինձ թվում է փաստաբանները ներկա են, իրենք ամեն օր են դրա հետ շփվում, տեսնում, շնորհս մենք էլ ենք արդեն դրա ազդեցությունը զգում, բայց դրա մասին չէի ուզենա ուղղակի խոսել, նաև հաշվի առնելով այս դաժան ընթացակարգը, որ սահմանել եք 4-6 րոպեին իսկապես թեման ու ժամանակը, բոլոր դեպքերին շնորհակալ եմ եւ վերջում ուզում ասել, որ ես ծանոթ եմ հայտարարության նախագծի, հաջողված նախագիծը, ես կողմ եմ նախագծին։ Շնորհակալություն։ Շնորհակալ